Հասկացա, որ մեր խոսքերից ունեցան մեր օպոնենտները իշխանությունից, դա նա էր, որ մեղրիում մենք առաջարկել էինք ջերմաէլեկտրակայան, երկու բան ասեցին, եթե ձեռնտու լիներ, տաշիր արդեն կաներ, ինչու չեք անում, եւ երկրորդը, որ այնտեղ չկան ենթակառուցվածքային այդ հնարավորությունները։ Հարգելիներս, ջերմաէլեկտրակայան մանի տեխնոլոգիայով մենք արդեն անում ենք հրազդանում, տեխնոլոգիապես ամբողջությամբ տիրապետում ենք եւ տեսնում ենք, որ մեղրին հենց անվայրն է, որտեղ պետք է լինի, եւ հենց մեղրին ենք ընտրել, որտեղ ենթակառուցվածքային առումով նա իդեալական հնարավորություն ունի կպի Իրանի հետ։ Վստահ եղեք, որ այդ գործը մենք անում ենք հիմա, դա շահութաբեր է, հետաքրքիր է եւ Հայաստանի մասշտաբով, եթե բարտերային մեխանիզմը մենք զարգացնենք մեղրի սահմանին, մեծ ջերմաէլեկտրականներ, շատ ջերմաէլեկտրականներ սարքենք, դրանով մենք շատ էժան գազի ներմուծում կունենանք Հայաստան, էլեկտրականություն կվաճառենք, գազ կներմուծենք, ավելցուկ գազ կունենանք, Հայաստանը կունենա գազի ինքնաբավության ինչ որ մակարդակ։ Ամբողջությամբ մենք կախված չենք լինի վճարվող գազից։ Սա երկրի անկախության հիմնական կետերից է։ Եթե ուզում ես իրական անկախություն, պետք է ունենաս տնտեսական անկախություն։ Ոչ թե խոսես այդ մասին։